Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարության ներկայացուցիչներն այսօր Երևանում դռնփակ քննարկմանը էներգետիկ համագործակցության զարգացման հուշագիր են ստորագրել։ Այս նպատակով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է. համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, վրացի նախարարը չի մանրամասնել։ Հայաստանի կառավարությունից առայժմ նույնպես հուշագրի բովանդակությունից տեղեկություններ չեն հայտնում։ Ավելի վաղ վրացական լրատվամիջոցների հետ զրույցում Քալաձեն հայտարարել էր. Վրաստանն առաջիկայում կարող է գազ գնել Իրանից, տարանցման համար օգտագործելով Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքը։ Էներգետիկ հարցերով փորձագետ Արամ Արջանյանը չի բացառում, որ Վրաստանի այս ցանկությունը մոտ ապագայում կարող է կյանքի կոչվել, ինչից կարող է օգտվել Հայաստանը։ Հասկանալի է, որ որոշակի ծավալով գազի տրանզիտային հոսքը Հայաստանով Իրանից դեպի Վրաստան եւ ինչու՞ չէ ապագայում միգուցե եւ Եվրոպա, դա կոնկրետ էներգետիկ տեսանկյունից շատ լուրջ դերակատարում կարող է ունենալ թե տարանցիկ ռեժիմից եւ թե բուն Հայաստանում գեներացնող հզորությունների զարգացման տեսանկյունից։ Իրանից գազ գնելու խոսակցությունները Վրաստանում ակտիվացան հիմնականում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերանայելու արևմուտքի որոշումից հետո։ Վրաստան գազի հիմնական առաքիչը Ադրբեջանն է։ Թբիլիսի կապույտ վառելիքը հասնում է նաև Ռուսաստանից, որպես վճար դեպի Հայաստան տարանցման համար։ Իդեպ ռուսական կողմն այսօր եւս մասնակցել է Երևանում կայացած դռնփակ քննարկմանը։ Ռուսաստանը բազմիցս նշել էր, որ տարածաշրջանում Իրանի մեկուսացումը եւ Հայաստանի շրջափակումը ներողություն, դա տարածաշրջանը դեստաբիլացնող գործոններ են։ Եվ Հայաստանի եւ Ռուսաստանի եւ Իրանի ռազմավարությունն է այդ մեզ շրջափակող ակցիաները արևելքից արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան, Ֆրանսկով, այդ շրջափակումը ջարդել հյուսիսից հարավ տարանցիկ գծով։